Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եթե համեմատենք այս բարեփոխման հետևանքով համայնքների գույքահարկի եկամուտները, կարող ենք տեսնել, որ 21 թվականի համեմատությամբ 24 թվականին ունենք 10 միլիարդ դրամի հավելյալ գույքահարկի հավաքված գումար, այսինքն 12 միլիարդ դրամից գումարը ավելացել է 22 միլիարդ դրամի է հասել համայնքների համար, եւ երկրորդ դրվագը, որ կուզենայի հիշեցնել, նախագծի հեղինակները ասում են, որ սա սոցիալական խնդիրներ է ստեղծում մեր քաղաքացիների համար, ուղղակի ուզում եմ հիշեցնել նաև, որ համայնքը ինքը կարող է, եթե տեսնի, որ որևէ տեղ որևէ սոցիալական հարց կա, կարող է որոշում կայացնել եւ արտոնություն սահմանել եւ քաղաքացու փոխարեն վճարել այդ հարկը։ Որովհետեւ համայնքը ինքը իր բնակչին ավելի լավ է ճանաչում, քան կառավարությունը։ Եվ դուք 21 թվի հետ համեմատությունը բերիք, ես ուզում եմ 18 թվականի հետ համեմատությունը բերեմ։ 18 թվականի 9 միլիարդի դիմաց 2024 թվականին համայնքի եկամուտները անշարժ գույքի հարկի գծով եղել են 21 միլիարդ դրամ։ Եվ հետևաբար մեր քաղաքացիները իրենց համայնքներից կարող են ավելի պինդ պահանջել իրենց ամենատարբեր կենցաղային խնդիրների լուծում։ Եվ սա է կատեգորիան, որ մարդիկ վճարում են եւ հետևից պահանջում են նաև որոշումների կայացմանը մասնակցում են։ Եվ ընդ որում ուզում եմ ասել նաև, որ ընդհանուր առմամբ համայնքների եկամուտները 2018 թվականի համեմատ կրկնապատկվել են համախառն եկամուտները։ Եվ դա էլ շատ կարևոր ցուցանիշ է, այսինքն 2018 թվականի բոլոր համայնքների եկամուտները 127 միլիարդ դրամի փոխարեն 2024 թվականին 263 միլիարդ է դարձել եւ սրանք ինչ են, այս թվերը ինչի մասին են, այս թվերը համայնքներում կոնկրետ խնդիրների լուծման մասին են, բայց էլի ասում եմ, որ այն հողերի մասին, որ խոսում ենք, սրա մասին է, իրականում այստեղ կարող է պարզվի ոչ թե 100%-ով պետքա, այսինքն ոչ թե կարող է, այլ հաստատ իրականում կրկնապատկվել է, բայց դրանից մենք գոհ չենք։ Եվ այո, վարձակալությունների հետ կապված էլ խնդիրներ կա, մենք շրջակա միջավայրի նախարարի հետ էլ ենք այս թեման քննարկում անդադ, որ վարձակալությունների խնդիրը հայանտառի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված, ազգային պարկերի հետ կապված վարձակալության խնդիրները նույնպես պետք է լուծվեն համեցեք։ Պարոն վարչապետ, լավ առիթ է, ասեմ, որ մենք հիմա վարձակալությունների գործընթացը դադարեցրել ենք եւ օրենսդրություն ենք վերանայում ամբողջությամբ եւ պարոն Խուդացյանին խնդրենք, որ այս էլ մտցնի օրակարգում, սա էլ հարցնենք, սա էլ քննարկենք, իմանանք ճիշտ ենք, որոշե ճիշտ ենք փոփոխություններ անում, թե ոչ։ Մեկը ամենակարևորը ռեալ շուկայական մեխանիզմի ներդրումն է, որովհետեւ շուկայից լավ գինը ոչ մեկ չի որոշելու։ Աճուրդ է հայտարարվում, ուրեմն մենք պետքա այստեղ մենք կարող ենք արդյունավետ միջամտություն ունենալ, ասելով, որ կարգավորումները դնելով այնպես, որ բոլոր հնարավոր պոտենցիալ շահառուները, ովքեր շահագրգռված են, այդ հողը կամ վարձակալությամբ կամ որպես սեփականություն ձեռք բերելու համար, իրանք են ամենալավ մեխանիզմը։ Կադաստրային գնահատվածը, վերագնահատվածը, բիզնեսը ինքը, եթե այդ հողը արժի $100,000 կամ 100 միլիոն դրամ, ինչ թեկուզ 5 դրամով նախնական գին լինի, եթե տեղեկացված են շահառուները, մեկը մաքսիմալ գնով գալու են առնեն։ Այս կանոնն է պետք փոխել եւ այս հնարավորությունն է պետք փոխել եւ այդ վերջին նամակում տենց բան կար, որ համայնքը մարդիկ դիմել են, մի հատ էլ կանչել է, ասել է լավ չէ, բան արեք, հրաժարվեք աճուրդից, մի մասնակցեք, ձեր հայտը հետ վերադարձրեք։ Հետո ըստ այդ նամակի, որ ես ուղարկել եմ, ինչ է ասում մարդիկ հրաժարվել են հետ կանչեն իրենց հայտը։ Հետո այնտեղ ասենք 7 հեկտար հողա 10 կտոր։ Այդ բոլոր քաղաքացիների հայտերը գրանցել են մի կտորի վրա։ Այն 9 կտորի բոլոր տեղերում թողել են մի հայտ, պատկերացրեք։ Սա իմ կարծիքով, եթե սենց է, սա շատ լուրջ քրեական գործ է եւ պետքա շատ լուրջ։ Պատկերացրեք, ասենք 7 հեկտար հողը բաժանացա 10 լոտերի։ Մարդիկ դիմել են, գյուղացիները, կողքի համայնքներից եւ այլը,
Համայնքը ըստ նամակի էլի եմ ասում, ոչ մեկի մանավանդ որ անունն էլ չեմ տալիս համայնքի, կանչել են մարդկանց, ասել են գիտեք ինչ հետ կանչեք այդ բան եւ այլն, պետք չի մասնակցեք աճուրդեք, ինչ որ մարդիկ հրաժարվել են, ինչ որ մարդիկ էլ չեն հրաժարվել, ասել են չէ, մենք մասնակցելու ենք աճուրդին։ Հետո իրենք այդ բոլոր մարդկանց հայտերը տեղավորել են մի լոտի վրա, այն 9 լոտը թողել են ազատ մի հոգու կամ 2 հոգու վրա, որպեսզի եւ արդյունքում աճուրդը տեղի է ունեցել, այն էժան գնով այն մյուսը 9 կտորը վաճառվել է, այս մի կտորի շուրջել, տենց մեծ բանավեճ է ծավալվում, հլա պարզ չի թե ինչ տեղի կունենա։ Ու սա պրոբլեմ է։ Ու սա տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Ու մարդիկ չեն կարող ողջամտորեն մտածել, որ սա տեղի է ունենում, դե մենք էլ տենց առանձնապես այս թեմաների մեջ չկան, չեն կարող մտածել ուղղակի։ Հետևաբար լուծեք, համեցեք։ Պարոն վարչապետ, անշարժ գույքի մասով ուրեմն գնահատման մեխանիզմ ունեն, կարող ենք, այսինքն կառուցապատված արդեն հողամասի մասով ունեն, կարող ենք նույն նախագիծը պրոյեկտել նաև բոլոր ցանկացած տեսակի գույք, որը Հայաստանում վաճառքի պիտի դրվի, անպայման գնահատվի։ Այդ կարգավորումը լրիվ հարցերի պատասխանը կտա։ Այդ մեկ, բայց կարևորը որ աճուրդը լինի իրական աճուրդ։ Աճուրդը լինի իրական աճուրդ։ Սա է ամենակարևոր բանը, սրա վրա պետք է ֆոկուս ունենանք, որ բոլոր այն հնարավոր ներդրողները, ովքեր ուզում են այդ գույքը ձեռք բերեն, գան իրենց գնառաչարկով օբյեկտիվ գինը ձևավորեն։ Համեցեք, բայց ձեր ասածն էլ չբացառելով։ Սա Միքայելյանի գործ չի։ Ձեր ասածը այդ գնահատման ընդհանուր համակարգը, աճուրդային համակարգը, խնդրեմ։ Մենք ունենք երկու տարբեր իրավիճակ։ Քաղաքային բնակավայրերում, քաղաքամերձ բնակավայրերում աճուրդներին մասնակցության մակարդակը բարձր է։ Գյուղական բնակավայրերում փորձել ենք հազար անգամ տարբեր մեխանիզմներով խրախուսել մասնակցությունը, այնտեղ եթե գյուղական բնակավայրում եթե գիտեն, որ այդ հողը ուզում է գնի X քաղաքացի, ամբողջ գյուղը չի մասնակցում այդ հողի աճուրդին։ Եվ դրանով պիտի մենք մեկնարկային գինը այս գլխից բարձր սահմանելով ոչ դրա համար պիտի ուրիշ հնարավորություն ստեղծենք, որ հանրապետության այն մյուս ամենահեռավոր մարզի մի հատ բնակիչ իրանք չեն մասնակցում, գա մասնակցի այդ հողը առնի եւ շուկայական գնով եւ իրանք էլ ասեն վայ բա ոնց սենց եղավ։ Բա այդ է մեխանիզմը։ Ես նկատի ունեմ, որ այս գլխից բարձր մեկնարկային գին սահմանելը ճիշտ որոշում է լինելու, նաև չբացառելով մյուսը։ Մեկը եւ նա, այո, երկուսն էլ անում ենք։ Համեցեք։ Բավարարչապետ, մեկնարկային բարձր գին որոշելը, եթե մենք ունենանք վաճառքի դասական կանոններ էլեկտրոնային աճուրդի, անիմաստ բան է։ Ներողություն եմ խնդրում, ինչի, որովհետև էլի խեղդում ենք համայնքների, որովհետև եթե հողը գին չունի, թող վաճառվի իրական շուկայական գնով, բայց եթե ինքը թանկ է, թող վաճառվի թանկ։ Հիմա մենք էլի բերել ենք հեսա ստանդարտ սահմանենք մի հատ գին ու հողերի կեսը չվաճառվի։ Բայց պարոն Գրիգորյան, եթե չեմ սխալվում, կարող է սխալվում եմ, այդ համակարգն է գոյություն ունի, որ եթե չեմ սխալվում, կոչվում է հոլանդական աճուրդ։ Այսինքն դու դնում ես բարձր գին, չի վաճառվում, սկսում է գինը հակառակ ուղղությամբ, սկսում է իջնել։ Հենց որ իջնում է, հենց որ սկսում է առաջ գալ, նորից սկսում է բարձրանալ։ Այսինքն նկատի ունեմ, այդ էլ կարելի է անել, ցանկացած գնով այդ հարցը կարելի է լուծել։ Ուրեմն պարոն վարչապետ, ուղղակի կարևոր հարց է, ես ուզում եմ, որ աշխատակային խումբը ֆիքսվի հենց աճուրդի կանոնի վրա եւ անջատի այդ process-ը համայնքից, որովհետեւ մենք համայնքին չենք սահմանափակում։ Ինքը թող որոշում կայացնի օտարման մասին, բայց ինքը օտարողը պետք չի լինի։ Աճուրդի հետ ինքը կապ պետք չունենա, աճուրդը դա ինստիտուցիոնալ լրիվ այլ գործառույթ է։ Պարոն Գրիգորյանն ասում է, որ աճուրդին չի համայնքը կազմակերպում, մոդուլ ստեղծենք աճուրդի, համայնքը ասի հարգելի մոդուլ կամ կազմակերպություն։ Ես իմ հողը ուզում եմ վաճառեմ։ Վերցրու ինձ համար ամենաբարձր գրով վաճառը, իմ փողը ինձ տուր, քո տոկոսն էլ բայ քեզ։ Հետաքրքիր միտք է։ Եվ եթե պարոն վարչապետ, եթե մենք ուզում ենք մեր տունը վաճառենք, մենք չենք գնում, չէ՞, այստեղ խնդեղ ասում տուն է վաճառում, մենք տալիս ենք մասնագիտացված կառույցի, ամենայն դեպս ես տենց եմ փորձ անել։ Ինքը վաճառում է կամ չի վաճառում։ Եվ եթե այդ կոնստրուկցիան ճիշտ աշխատի, մեկնարկային գինը լինի $1, էլի մենք ունենալու ենք ռեալ շուկայական արժեք։ Հələ ավելի շատ մասնակից, ավելի արդար որոշում։
Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես այս ամենի մեջ ուզում եմ էլի նորից մեկ շերտ կանգնեցեմ, որովհետև մենք հիմա միայն կենտրոնացանք համայնքների վրա, բայց օրինակ իմ նշած դեպքում խնդրեմը ոչ թե համայնքինն էր, այլ գնահատողինը։ Այսինքն գնահատողը գնացել է շուկայական գնահատական էր արել, որը մի հատ թիվ է տվել, որը նայում ենք տրամաբանականը, կադաստրը հաստատում է, որ դա այդպես չի։ Այսինքն գնահատողների գնահատման օրինականության կամ տրամաբանության Ներողություն եմ խնդրում, այդ հարցը եւս կա։ Գերակաշահի օրենսդրության մեջ մենք գնահատման համակարգին էլ չենք անդրադառնում։ Հիմա նախարարը արտադրության նախարարը հենց այդ հարցով է գործողման մեջ, որ Վենետիկի հանձնաժողովում այդ թեման քննարկվում է, բայց ես հիշում եմ, որ մենք հենց գնահատողների որակավորման հետ կապված հարցերին էլ ենք անդրադառնում, չէ՞, համեցեք, պարոն Տոմաս։ Շնորհակալություն, այո, մենք անդրադառնում ենք Գերակաշահի պարագայում, ասում ենք, որ գնահատողը ոչ միայն մեզ կողմից որակավորվի, այլ նաև արտադրության նախարարության կողմից որպես փորձագետ որակավորվի եւ նոր կարողանա այդ գնահատությունը իրականացնել։ Բայց կրկին անգամ պետք է անդրադարձ կատարեմ պարոն Պապայանի ասացին իմաստով, որ համայնքը ի սկզբանե այդ հողը հանել էր վաճառքի, ուղիղ վաճառքի հենց կադաստրային արժեքով, կոմիտեում քննարկվել է, տրվել է բացասական եզրակացություն, այնուհետև ներկայացրել է գնահատման հաշվետվություն, եւս մեկ անգամ տրվել է բացասական եզրակացություն այդ դեպքով։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ առաջարկներից մեկը մյուսին չեմ բացառում եւ պարոն փոխվարչապետի մտահոգությունն էլ հոլանդական աճուրդի մեխանիզմով, այո, կարելի է բան անել, լուծել։ Այո, մեր հիմնական նպատակը դա է, որ հասանելի լինի ինֆորմացիային, այ որ մեր գյուղացիները իմանան, որ ռեալ աճուրդ է, իրենք ավելի ակտիվ մասնակցություն կունենան։ Էլի եմ ասում, այդ ես հասկանում եմ, որ տեսեք, այդտեղ էլ ինչ որ տեղային համաձայնություն, համերաշխություն է գործում, բայց դե հիմա եթե տենց լներ, այդ նամակը ես չի ստանա, այդ նամակները չի ստանա։ Այդ նամակները գյուղացիների անունից եմ ես ստացել, ուրիշ տեղից չեմ ստացել։ Եվ հետեւաբար պետքա կարգավորել եւ ինստիտուտները կարգի բերել։ Եվ այդտեղ էլ այդ համաձայնությունն էլ պետքա մի հատ հասկանալ, դա ինչ երևույթ է։ Ինչ պատճառով այդ երևույթը, ով է այդ համաձայնության կրողը, այդտեղ ով է այդ մթնոլորտը ստեղծում, ինչի է, այդ կներեք մի քիչ քրեական ենթամշակույթին նման է։ Այսինքն ինչ անշանակում համայնքային շահը դնում ենք մի կողմ, համայնքային շահը այդ բոլոր, այսինքն մարդիկ իրանք շահը զոհաբերում են, է սխալ են անում, որ զոհաբերում են, պետք է արգելակներ ստեղծենք, որ մարդը ինքը իր շահը չզոհաբերի։ Հետևաբար եկեք արագ լուծումներ գտնենք, բայց հիմա իսկապես այդ բոլոր բաները պետքա դադարեցնել մարզպետներին։ Գնացեք բոլոր տեղերում հատ հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ նայեք եւ կասեցրեք մինչեւ նախնական այս հարցով մենք գանք որոշակի եզրակացությունների։ Կարող ենք շարժվել այսպես։ Շատ լավ։